Ողջունում եմ քեզ իմ ալիքում եւ նախքան հոլովակից բուն թեմային անցնելը ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ, որ հետևում ես այս ալիքին եւ որ ցուցաբերում ես քո ակտիվ մասնակցությունը քո լայքերով եւ մեկնաբանություններով։ Ուրեմն եթե դու հիմա տեսնում ես այս հոլովակը, ուրեմն այն ի սրտե պատրաստված է հենց քո համար։ Պատրաստել եմ շատ հզոր պրակտիկա, որի օգնությամբ հնարավորություն կունենաս հաղթահարել 3 ներսումը տեղած համոզմունք, վախ, հանգամանքներ, ենթագիտակցությանդ մեջ գտնվող, որոնց հաղթահարելու հիմքում էլ կյանքդ կդարձնես մի քանի աստիճան ավելի լավը, ավելի դրականը, ավելի պարզը ու մաքուրը եւ ավելի երջանիկը, որը որ դու ես ուզում։ Հիմա ինչ է պահանջվում պրակտիկան կատարելու համար։ Վերցնում ես տետր եւ տետրի սկզբում ասեմ, որ տետրը այնպես ենք անելու, որպեսզի այս edge-ը մենակ հենց այս պրակտիկայի համար լինի, մի edge-ը հերիք է, բավական է, շատ երկար ու բարակ չենք գրելու, ուրեմն ամենավերևում գրում ես համոզմունք։ Համոզմունք բառը գրելուն պես մտքիդ եկած ամենաառաջին համոզմունքը, որպես քեզ քո կյանքին խանգարող համոզմունք, գրի ես առնում, այսինքն օրինակ համոզմունք ֆինանսական ինչ-որ ճգնաժամի մասին, համոզմունք օրինակ աշխատանք չունենալու մասին, համոզմունք, չգիտեմ, չամուսնանալու մասին, համոզմունք, գլոբալ ասեմ, երկրի վատ իրավիճակի մասին։ Ուրեմն համոզմունքները յուրաքանչյուրինս տարբեր են, հարազատներս, ինչի եմ այսպես ասում, որովհետև միգուցե իմ հիմիկվա նշած համոզմունքները քո համոզմունքներից եւ որևիցե մեկի հետ չի համապատասխանում, դրա համար որպես օրինակ ես սա ասեցի, որ դու հասկանաս, որ կոնկրետ համոզմունքների մասին է խոսքը։ Օրինակ կարա լինի համոզմունք, որ չգիտեմ, իմ կողքը ինչ որ մեկը փռշտաց, ես անմիջապես հիվանդանում։ Դա եւս համոզմունք է, որը որ նստած է ենթագիտակցական խորը արմատների մեջ։ Ուրեմն քեզանից պահանջվում է գրել 3 այդպիսի համոզմունք եւ այդ 3-ը գրելու ընթացքում գրում ես մտքիդ եկած ամենաառաջին համոզմունքը, օրինակ առաջինը գրեցիր, որն է գրում ես հաջորդ ամենաառաջին եկած համոզմունքը եւ երրորդ ամենաառաջին եկած համոզմունքը։ Համոզմունքները նորից եմ կրկնում, որոնք որ ըստ քեզ չլինելու դեպքում քո կյանքում, քո հիշողությունների մեջ, քո կյանքը կդարձնեն ել ավելի լավը, քան որ հիմա ունես օրինակ։ Այսպես, ուրեմն հիմա խորհուրդ եմ տալիս պաուզայի կոճակը սեղմես եւ միանգամից գործի անցնես գրես այդ 3 համոզմունքները։ Շատ լավ։ Գրելուց անմիջապես հետո այդ 3 համոզմունքները աշխատի շատ կարճ շարադրես իրանք, ինչպիսին են այդ համոզմունքները, օրինակ համոզմունք համար վերևից համոզմունք, առաջին համոզմունք օրինակ S, երկրորդ համոզմունք S, երրորդ համոզմունք S։ Հետո համոզմունքները գրելուց հետո գրում ենք հանգամանք բառը, այսինքն հանգամանքներ։ Համոզմունքներից հետո անմիջապես գրում ենք հանգամանքներ, վերնագրում ենք։ Ուրեմն հանգամանքը գրելուց հետո առաջին համոզմունքի հանգամանքը փորձում ես շատ կարճ եւ շատ մատչելի քո համար անկեղծ, ինքդ քո հանդեպ անկեղծ շարադրել, օրինակ հանգամանք համար առաջին, որ տարիքում, որ երկրում նաեւ եւ ինչ հանգամանքներում է ստացել դու այդ համոզմունքը։ Օրինակ երկիրը այդքան հաջող վիճակի մեջ չի, ճակերտների մեջ եմ ասում, մեր երկիրը շատ լավ վիճակի մեջ է, այս պահի դրությամբ, որտեղից ենք ստացել այդ համոզմունքը։ Օրինակ գրում ենք հանգամանք համար առաջին, երկրին վերաբերվող օրինակ, քոնը ուրիշ ալնելու բնականաբար, այստեղ
գրում ես հանգամանք համար առաջինը, որտեղից քեզ այդ գիտակցությունը, այդ իմացությունը, քեզ այդ հանգամանքը, օրինակ հերոստացույցից ես լսել, չգիտեմ, հարևանի մարդկանցից ես լսել, քաղաքական գործիչներից ես լսել կամ ընդհանրապես ընտանիքում ինչ որ խոսակցությունների արդյունքում է ստացել այդ համոզմունքը։ Այդ նույնը շարունակում ենք համոզմունք համար 2-ի, օրինակ այս վերջում մի տղամարդու հետ եմ աշխատում, ինքը ունի համոզմունք, որ այսինքն սենց ասեմ, մինչև վերջ թողը լինի էլի, միգուցե հիմա ինքը նայում է, ողջույն, անունը չեմ տալիս, ուրեմն ինքը ունի փող, ուզում է գնի սեփական տուն, բայց չի կարող գնի սեփական տուն, որովհետև ինքը ունի համոզմունք, շատ խորը մեծ համոզմունք իր ենթագիտակցության մեջ, որ սեփական տուն պահելը շատ դժվար է, այսինքն այնքան խորն է այդ համոզմունքը իր մեջ նստած, եղել, իհարկե հիմա չունի, տունն էլ արդեն առել է, այնքան խորն է իր մեջ նստած այդ համոզմունքը եղել, որ անկախ նրանից ինքը ունի շատ փող, որ ինքը ընդհանրապես սեփական տուն պահելու, չգիտեմ, այդ առօրյա խնդիրներին այնտեղ կոմունալ կլինի, չգիտեմ, երկու հարկ կլինի, դրսի աշխատանքներ կլինի, ընդհանրապես ինքը կարա նաև մարդ վարձի, որպեսզի այդ մարդը աշխատանք տանի այդ ամեն ինչի հետ կապված ու ինքը ընդհանրապես չզբաղվի, բայց քանի որ ինքը ուներ այդ համոզմունքը իր մեջ, որ սեփական տուն պահելը շատ գլխացավանք է, հանգամանքը հայտնաբերեցինք իր տատիկից ու պապիկից, օրինակ ինքը շատ փոքր տարիքից միշտ լսել է, որ տատիկը բողոքում է, որ տանես ինչ պատը բլվում է արդեն, նո ինքը գյուղացի տղա է եղել, գոմը, չգիտեմ, լավ վիճակում չի, պապիկը չի հասցնում այդ ամեն ինչը եւ այլ եւ այլ եւ այլ, ուրեմն հարազատներս այդ մարդու մոտ ձևավորվել էր համոզմունք, որ սեփական տուն պահելը գլխացավանք։ Այս օրինակը բերեցի, որպեսզի դու հիմա հասկանաս, թե օրինակ առաջին, երկրորդ, երրորդ համոզմունքները ինչ հանգամանքներում ես դու ստացել, այսինքն փոքր տարիքում ես ստացել, միգուցե դպրոցական տարիքում ես ստացել, միգուցե հեռուստացույցից ես ստացել, սերիալների մեջ են եղել, կինոների մեջ են եղել, քույրիկն ասե, եղբայրն ասե, մաման ասե, պապան ասե, այն մարդիկ են ասել, որ քո համար պրիորիտետ են հանդիսացել եւ այլն։ Հիմա դնում ես պաուզայի տակ եւ գրում ես քո հանգամանքները, այդ 3 համոզմունքներից հանգամանքները հերթով, որ համոզմունքը, որ հանգամանքներում, ինչ հանգամանքներում է ստացել։ Շատ լավ։ Եթե վերջացրեցիր, ուրեմն դրանից հետո գրում ես վախերդ։ Համոզմունքները գրեցինք, հանգամանքները գրեցինք, հիմա վախերը։ Շատ կարևոր է այս պարագայում ինքդ քո հետ լինես շատ ավելի մաքսիմալ անկեղծ։ Օրինակ, ինչ վախ ունես, օրինակ ամենաառաջին հանգամանքի համոզմունքի հանդեպ, եթե օրինակ այդ համոզմունքդ տեղի ունենա, ինչ վախ կունենաս, վախդ ինչումն է, ինչ տեղի կունենա եւ ինչից ես դու վախենում։ Սիրելիս, ուրեմն քեզ հիմա ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ վախը եւս մեր երևակայական մտքի վառ երևակայությունն է, ինքը ընդհանրապես գոյություն չունի, որովհետեւ վախը մենք ենք ստեղծում։ Ճիշտ է, վախը մարդուն պետք է, որովհետեւ եթե չլինի վախը, մարդը կարա իր կյանքին շատ անսպասելի ձևի վերջ տա, օրինակ վնաս տա, դրա համար ամենաառաջին բանը, որ ես հարգում ու ընդունում եմ վախը որպես այնպիսին, որ պետքա իր դերը ունենա, իր ներկայությունը ունենա մեր կյանքում, դա այն է, որ մարդը 10-րդ հարկում ապրող չգնա բալկոնից իրան նետի, այսինքն, то есть ինքը ինքան չունենա վախ, որ ինքը գնա ու իրան բալկոնից նետի։ Այսքանը վախի մասին, ուրեմն գրում ենք համոզմունքներից ու հանգամանքներից հետո վախերի մասին։ Ինչ կլինի, եթե օրինակ այս համոզմունքս տեղի ունենա, որ օրինակ այս ինչ բանը իմ կյանքում այսպիսինն է, որովհետև մենք պատրաստվում ենք հիմա այս քո համոզմունքների, հանգամանքների եւ վախերի հետ կապված գնալ շատ ունիկալ ու հզոր մեդիտացիայի։ Բայց նախքան մեդիտացիային հասնելը, նախքան մեդիտացիան սկսելը, գրածդ բոլոր համոզմունքները, հանգամանքները եւ վախերը 3-ից 4 անգամ
քո համար կարդում ես, այսինքն կարդում ես առաջին համոզմունքդ, կարդում ես երկրորդ համոզմունքդ, կարդում ես երրորդ համոզմունքդ, հետևաբար կարդում ես այդ առաջին համոզմունքի հանգամանքները, երկրորդի, երրորդի եւ վախերը, թե ինչ կլինեն, եթե տեղի ունենա օրինակ այդ համոզմունքները։ Կամ հնարավոր է նաև համոզմունքներ ունես, որ արդեն տեղի են ունեցել, ինչ են տեղի ունեցել եւ ինչ վախեր ես դու ընդեղից ստացել։ Եթե դեռ տեղի չեն ունեցել, գրում ես, որ ինչ կլինեն, եթե տեղի ունենան, եւ եթե արդեն տեղի են ունեցել, գրում ես, թե ինչ վախեր ես դու ձեռք բերել, օրինակ այդ տեղի ունենալուց հետո։ Եվ 3-ից 4 անգամ հենց հիմա քո համար կարդում եւ վերհիշում ես այդ ամբողջը։ Ուրեմն այդ վերհիշելու պահը, եթե ինչ-որ դիսկոմֆորտ կստեղծվի քո մոտ, եթե ինչ-որ հիշողություններդ կարթնանան, որ չես ուզում որ արթնանան, ես քեզ խնդրում եմ եղիր անկեղծ քո հետ եւ թույլ տուր, թող քո մարմինը այդ հիշողությունները արթնացնի եւ զգա, թե ամեն մի հիշողություն, ամեն մի հանգամանք, ամեն մի վախ էմոցիոնալ մակարդակում մարմնիդ որ հատվածում է նստած, օրինակ գլխի մեջ, պարանոցում, այնտեղ թիկունքում, կրծքավանդակում, թևերի, որովայնի կամ ոտերի մեջ։ Շատ կարևոր է սա, որպեսզի ամեն ինչի համար է պետք նաև կարդալ 3-ից 4 անգամ, որպեսզի այդ 3-ից 4 անգամվա ընթացքում դու ավելի ու ավելի խորը նախ հիմա ենթագիտակցությունդ հիշի իրանց, որովհետև մեդիտացիայի ընթացքում պետք են լինելու եւ որպեսզի դու այստեղ ու հիմա կարենաս հայտնաբերես, թե տվյալ էմոցիաները կոնկրետ մարմնիդ որ հատվածում են նստած։ Ցանկացած վախ, համոզմունք, հանգամանք, չգիտեմ, հիվանդություն անգամ, դրանք բոլորը էմոցիաներ են, որոնք որ մեր մարմնի մեջ կուտակվում են բազմակի կրկնությունների արդյունքում, այսինքն ինչ որ մի վախ, երբ որ մենք անընդհատ հիշում ենք այդ վախի մասին, 1 անգամ, 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, իսկ ես վստահ եմ, որ քո վախերը դու շատ անսահման անգամներ ես հիշում, դրանք դառնում են էմոցիաներ եւ այդ էմոցիաները տեղ են գտնում մեր մարմնի ինչ որ հատվածում։ Բոլորի մոտ ամեն մի էմոցիա, ամեն մի հանգամանք շատ տարբեր տեղերում է։ Կան էմոցիաներ, որոնք որ հենց սրտի մեջ են, կան էմոցիաներ, որոնք որ ձեռքերի մատերի մեջ են, կան էմոցիաներ, որոնք որ օրինակ ոտքերի մեջ են։ Ես վերջերս հայտնաբերեցի, որ ես իմ աջ ոտքի մեջ շատ մի հատ լուրջ էմոցիա ունեմ թաքցրած ու ինքը ինձ անընդհատ խանգարում էր։ Իհարկե մի քիչ դժվարանում էի հասկանամ ինչն է, բայց Փառք Աստծո այս գիտելիքների մեջ լինելով, այս գիտելիքներով հանդերձ ես կարող եմ նաև ինքս ինձ օգնեմ եւ կարեցա բացահայտեմ ինչում նախնդիրը եւ դուրս հանեցի, բաց թողեցի շատ գեղեցիկ ձևով իրան իմ ոտքի մեջից։ Եթե հասկանալի է ինչ ես անում, ուրեմն կատարում ես հիմա տեխնիկան, սեղմում ես պաուզայի կոճակը, գրում ես եւ 3-ից 4 անգամ գրածներդ կարդում ես, հայտնաբերում ես հանգամանքները, համոզմունքներն ու էմոցիաները մարմնիդ մեջ եւ գնում ենք մեդիտացիայի։ Ընտանիքի անդամներին, թե տնային կենդանիներին այնպես եք անում, որպեսզի ձեզ մոտակա 40-ից մինչև 60 րոպեն ոչ մեկ չխանգարի։ Եթե պատրաստ ես, գնում ենք առաջ։ Շատ լավ։ Գնում ենք առաջ։ Այս մեդիտացիան շարունակությունն է կատարած այդ պրակտիկայի, որի միջոցով դու կկարողանաս հաղթահարել այն 3 նշած այդ համոզմունքները, վախերն ու հանգամանքները, որոնք խանգարում են քո կյանքը ավելի լավը դարձնելուն։ Շատ լավ։ Գնացինք առաջ։ Հիմա նստում կամ պառկում ես քեզ հարմար դիրքով։
ուշադրությունը ամբողջովին կենտրոնացնում ես իմ ձայնի վրա և հայտնաբերում ես քեզ սենյակում, որտեղ որ գտնվում ես։ Ամբողջովին ուշադրությունդ կենտրոնացնում ես մարմնիդ վրա, զգում ես նստածդ կամ պառկածդ դիրքը, և զուգահեռ հետևում ես շնչառությանդ։ Շատ լավ։ Պրակտիկայի ամբողջ ընթացքում ցանկացած միտք, որը որ կգա քեզ խանգարելու հիշողության տեսքով, ուղղակի որպես դիտորդ նայում ես նրանց և առանց միջամտելու, առանց իրանցով տարվելու, ուղղակի բաց ես թողում։ Ուշադրությունդ ամբողջովին պահում ես այստեղ ու հիմա և իմ ձայնի վրա։ Շատ լավ։ Հիմա հետևում ես շնչառությանդ։ Զգում ես ոնց ես դանդաղ շունչ քաշում և դանդաղ արտաշնչում։ Եվ զգում ես ոնց այդ ամբողջը առանց քո միջամտության ինքնաբերաբար կատարում քո մարմինը։ Հիմա քթով խորը ներշունչ ես կատարում և բերանով արտաշնչում։ Եվս մեկ խորը ներշունչ քթով և արտաշունչ բերանով։ Նորից խորը ներշունչ քթով, արտաշունչ բերանով և արտաշնչելու ընթացքում տեսնում ես ոնց է ողջ լարվածությունը թուլանում, կատարում ես ևս մեկ խորը շունչ քթով և բերանով արտաշնչելու ժամանակ զգում ես ոնց է ողջ մարմնիդ մեջի լարվածությունը ակնթարթորեն դուրս գալիս արտաշնչիդ հետ միասին։ Դու հիմա ամբողջովին գտնվում ես թեթև վիճակում, հանգիստ, և զգում ես քեզ լիարժեք։ Շնչառությունը դանդաղում է, քեզ հաճելի ռիթմի և դու այդ ամբողջը ուղղակի զգում ես, թե ոնց է կատարում քո մարմինը։
եւ ամեն մի դանդաղ շնչի եւ արտաշնչի հետ միասին դուրս են գալիս արտաշնչիդ հետ այն բոլոր մտքերը, որոնք որ այս ընթացքում կարող են հայտնվել քո գլխի մեջ։ Զուգահեռ ուշադրությունը ամբողջովին իջացնում ես ոտքերիդ հատված, զգում ես ոտքերդ ամբողջովին, ոտքերիդ թաթերը, ծնկները, մինչև գոտկատեղ հատվածը և մտքում իմ հետևից կրկնում ես իմ ողջ ուշադրությունը իմ ոտքերի վրա է։ Ես զգում եմ իմ ոտքերը ամբողջովին։ Զգում ես ոտքերդ աչը և ձախը միաժամանակ, շարունակում ենք, իմ երկու ոտքերը միասին ամբողջովին թուլացած են և զգում ես ոնց են ոտքերը թուլանում, խաղաղվում, հանգստանում, ասես փետուր դառնան ու դրանից զգում ես շատ հաճելի էմոցիաներ, հանգստություն և զուգահեռ ուշադրությունդ տեղափոխում ես որովայնիդ շրջան։ Մտքում կրկնում ես իմ հետևից։ Ես զգում եմ իմ որովայնը ամբողջովին։ Իմ որովայնը ամբողջովին թուլացած է և զգում ես ոնց է որովայնիդ մեջ եղած ամբողջ օրգաններդ հաճելիորեն թուլանում։ Դրանից դու զգում ես հանգստություն, խաղաղություն և այն հաճելի էմոցիաները, որոնք որ հենց հիմա քո մարմինը քեզ կպարգևի։ Ու զուգահեռ ուշադրությունդ տեղափոխում ես ողնաշարիդ վրա։ Զգում ես ողնաշարիդ ստորբը ամբողջովին, պոչոկից մինչև ուսերդ, մինչև վիզ, զգում ես ոնց է էներգիան բարձրանում ներքևից վերև և իջնում վերևից ներքև, տալով քեզ անսահման հաճելի զգացմունք, թեթևություն և անսահման էներգիայի զգացողություն։ Զուգահեռ թուլացնելով ողնաշարդ իմ հետևից կրկնում ես իմ ողնաշարը ամբողջովին թուլացած է։ Զգում ես ոնց է թուլանում ողնաշարդ և ավելի հաճելի էմոցիա պարգևում մարմնիդ, քան որ
լարված էր։ Այս ընթացքում, եթե մարմնիդ ինչ-որ մասում լարվածություն կհայտնաբերես, ուղղակի թուլացրու։ Շունչ, արտաշունչ և լարվածությունը թուլանում է։ Ու զուգահեռ ուշադրությունդ տեղափոխում ես ձեռքերիդ վրա։ Զգում ես ձեռքերիդ մատերը, զգում ես ձեռքերիդ մատերի մեջ եղած էներգիան, դա կարող է լինել ծակծկոցների տեսքով, դա կարող է լինել ջերմության տեսքով, դա կարող է լինել քորի տեսքով։ Ոչ մի բան չես անում, ուղղակի զգում ես այդ հաճելի զգացմունքները, բարձրացնում ես ուշադրությունը ձեռքերիցդ մինչև արմունկ, արմունկներիցդ մինչև ուս և ասում. ես զգում եմ իմ երկու ձեռքերը ամբողջովին։ Եթե այս ընթացքում ափերիդ մեջ ջերմություն կհայտնաբերես, դա շատ հետաքրքիր և ուժեղ էներգիա է, որը որ կարող ես օգտագործել քո նպատակների և երազանքների իրականացման ճանապարհին։ Եթե առկա է այդ էներգիան, զգա ոնց է ինքը խաղում քո ափերի մեջ, բարձրացրու այդ էներգիան մինչև արմունկներդ, զգա ոնց է հոսքով բարձրանում մինչև արմունկներդ այդ էներգիան և այնտեղից բարձրացրու մինչև ուսերդ և զուգահեռ իմ հետևից կրկնի. իմ երկու ձեռքերը ամբողջովին թուլացած են։ Թուլացնում ես լարվածությունը, եթե կա, և թույլ ես տալի, որպեսզի այդ էներգիան գնա այնտեղ, որտեղ որ քո ենթագիտակցությունը իրան կուղղորդի այս ամբողջ ընթացքում։ Եվ զուգահեռ ուշադրությունդ բարձրացնում ես գլուխ, զգում ես գլուխդ ամբողջովին, ականջներդ, աչքերդ, քիթդ, բերանդ, ծնոտդ, և կրկնում ես իմ հետևից. իմ ողջ ուշադրությունը ամբողջովին իմ գլխի մեջ է։ Ես զգում եմ իմ գլուխը ամբողջովին և զուգահեռ ուշադրությունդ կենտրոնացնում ես աչքերիդ կոպերի վրա, թուլացնում ես լարվածությունը, զգում ես ոնց են աչքերիդ կոպերը հաճելիորեն կպած, շատ գեղեցիկ էմոցիա է, զգում ես քիթդ, շնչառությունը, որով որ տեղի է ունենում քթիդ անցքերի միջոցով, զգում ես ծնոտդ, թուլացնում ես ծնոտիդ լարվածությունը, զգում ես կոկորդդ, զգում ես ականջներդ, և կրկնում իմ հետևից. իմ գլուխը ամբողջովին թուլացած է։
Զգում ես հաճելի թուլություն, թեթևություն, և հիմա մենք մի փոքրիկ ուշադրություն կտրամադրենք մեր շատ սիրելի գերհզոր ենթագիտակցությանը և կխնդրենք, որպեսզի նա այս ամբողջ ընթացքում թույլ տա, որպեսզի դու կարողանաս իր հետ աշխատանք կատարես, որը որ քեզ կբերի երջանկություն, բարենպաստ պայմաններ, ուրախություն և էլի շատ ու շատ հաճելի ակնթարթներ քո կյանքում։ Հիմա ես ասում եմ, դու իմ հետևից կրկնում ես. սիրելի իմ ենթագիտակցություն, խնդրում եմ քեզ վստահել և թույլ տալ, որպեսզի ես կարողանամ քո միջոցով ազատագրվել ինձ խանգարող այն հանգամանքներից, որոնք որ ըստ իս իմ կյանքը ավելի լավն են դարձնելու, եթե չլինեն իմ կյանքում։ Հիմա զգում ես ոնց է ենթագիտակցությունդ համաձայնվում, դա մենակ դու կարող ես զգալ, և հենց այդ պահին հայտնվում ես շատ գեղեցիկ, մաքուր ու ջինջ լճի ափի։ Լճի ափը ամբողջովին սպիտակ ավազով է ծածկված և ջերմացնող արևով։ Արևի լույսը պարուրում է քեզ, ավազը և լիճը։ Նայելով լճին, դու տեսնում ես մաքուր ջուր, որից որ նաև կարող ես խմել, արևի փայլուն շողերը, և ավազի ջերմացնող տաքությունը։ Քայլելով ավազի վրայով, դու հեռվում նկատում ես մի խրճիթ, որը ասես քեզ կանչում է դեպի իր գիրկը։ Առանց շտապելու քայլի դեպի այդ խրճիթը։ Հասնելով խրճիթին, նախ փորձում ես գնահատել, ինչպիսին է այն, ինչ տեսք ունի,
եւ փորձում ես հայտնաբերել դուռը, որով որ ներս ես կարենալու մտնես։ Շատ լավ։ Հիմա եթե տեսնում ես դուռը, մոտեցի, բաց եւ ներս անցի։ Ներս մտնելուն պես դու տեսնում ես շատ գեղեցիկ տեսարան, նկարներ տարբեր տեսակի պատերից կախված, գեղեցիկ սեղան, աթոռներ, բազկաթոռ, պահարաններ, գրապահարաններ, ոսկյա ջահ, որը վառվում է մոմերով, եւ մի անկյունում աստիճաններ, որոնք որ իջնում են դեպի նկուղային հարկ։ Շատ լավ։ Մոտենում ես աստիճաններին, նայում ներքև, եթե կուզես լուսավոր ավելի լինի, ձախ կողմիդ վրա դրածա մոմ, այն վառվում է եւ դու կարաս վերցնես, պահես ձեռքդ եւ իջնես դեպի նկուղ։ Դնում ես առաջին աստիճանին ոտքդ, հետո մյուսը դնում ես երկրորդ աստիճանին, հետո երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ եւ 10 հասնում ես նկուղ։ Հիմա նայ նկուղումդ ինչ գույնի պատեր են, ինչ բարձրություն ունի առաստաղը եւ քանի դուռ կա այդտեղ։ Միգուցե տեսնես 3, միգուցե տեսնես 4, միգուցե տեսնես 5, գուցե եւ ավել։ Բայց նաեւ հնարավոր է, որ տեսնես մեկը եւ այդ մեկը լինի ամենագրավիչը, մեծը եւ սիրունը։ Եթե կա այդպիսի դուռ եւ հաստատ այն կա, մոտենում ես այդ դռանը, որի վրա գրած է ենթագիտակցություն, բացում եւ ներս ես մտնում։ Շատ լավ։ Ներս մտնելուն պես հայտնվում ես քո ենթագիտակցության մեջ ամբողջովին, զգում ես քեզ այնտեղ ապահով, եւ այդ ամենին զուգահեռ
Հիշում ես կատարած այդ տեխնիկան, ինչ ես գրել, համոզմունքները, այն 3 հանգամանքները, այդ համոզմունքների և վախերը, որոնք եղել են կամ չեն եղել։ Շատ լավ։ Հիմա ուշադիր կողքերդ նայում ես, հայտնաբերում ես այդտեղ կախարդական պարկ, այն քո համար իր հատուկ գույնն է ունենալու, տես ինչ գույն է և վերցրու այն, պահիր ձախ ձեռքիդ մեջ, շատ լավ։ Հիմա ուշադրություն ես դարձնում աջ, ձախ կողմերդ և դիմացդ, աջ կողմումդ գտնվում է համոզմունքը, որը որ ըստ քեզ խանգարում է քո կյանքը էլ ավելի լավը դարձնելու։ Մոտենում ես և վերցնում այդ համոզմունքը։ Դա ամենաառաջին համոզմունքն է, որը որ տեխնիկան կատարելու ժամանակ գրել էիր։ Վերցնելով աջ ձեռքով տեղադրում ես ձախ ձեռքիդ գտնվող կախարդական պարկի մեջ։ Շատ լավ։ Հիմա նայում ես ձախ, տեսնում ես այդ համոզմունքիդ հանգամանքը։ Վերցրու այն աջ ձեռքովը և մտցրու կախարդական պարկիդ մեջ։ Շատ լավ։ Իսկ հիմա դիմացդ այն վախն է, որը որ ըստ քեզ կարող լիներ կամ եղել է այդ համոզմունքի և հանգամանքի ունենալուց հետո։ Վերցնում ես դիմացիցդ այդ վախը աջ ձեռքովդ և դնում ես կախարդական պարկիդ մեջ։ Շատ լավ։ Շատ լավ։ Հիմա անցնում ենք նույն պրոցեսը երկրորդ համոզմունքի, հանգամանքի և վախի հետ կատարելու։ Նորից աջ նայում ես համոզմունքիդ, որը որ հիշողությանդ մեջ կա, վերցնում ես այդ համոզմունքը, տեղադրում ես կախարդական պարկիդ մեջ, նայում ես ձախ, վերցնում ես հանգամանքը, որը վերաբերվում էր երկրորդ համոզմունքիդ, և դիմացիցդ վերցնում ես վախը և տեղադրում ես կախարդական պարկիդ մեջ։ Հիմա վերցնում ես երրորդ համոզմունքը, աջ կողմիդ վրայա, մոտեցի, աջ ձեռքովդ վերցնում ես, մտցնում ես
կախարդական պարկիդ մեջ, մոտենում ես հանգամանքին, երրորդ վերջին հանգամանքն է, քո գրած, մտցնում ես պարկիդ մեջ, կախարդական և մոտենում ես վախին, երրորդ համոզմունքի ու հանգամանքի վախն է դա, որը որ կամ եղել է, կամ չի եղել, և մտցնում ես քո կախարդական պարկի մեջ, տեսնում ես, որ այդ դարակները դատարկ են, հիմա եթե ըստ քեզ այդտեղից էլ վերցնելու բան չկա, կապում ես պարկի բերանը, եթե կա վերցնում ես նոր ես կապում պարկի բերանը, ինքը ունի հատուկ իր վրա շնուր, որ կարող ես այդ շնորհով կապել քո կախարդական պարկի բերանը և ձեռքդ բռնած դուրս ես գալի ենթագիտակցությանդ սենյակի մեջից։ Փակում ես հետևիցդ ենթագիտակցությանդ դուռը և մոտենում ես աստիճաններին։ Բարձրանալով աստիճաններով հայտնվում ես շատ գեղեցիկ կանաչ բացատում, որտեղ կան շատ գեղեցիկ ծաղիկներ, սիրուն կանաչ ծածկույթով դաշտ, ծառեր, անտառներ և մեծուփուճուր սարեր։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է, այնքան գեղեցիկ, որ ասես դրախտում ես հայտնվել։ Շատ լավ։ Հիմա տեսնում ես փոքրիկ արահետ, որը քեզ ինչ-որ ճանապարհի վրա է դնում և ասես ասում է անպայման քայլի այս արահետով։ Սկսի քայլել։ Դանդաղ քայլելով հանգիստ պարկը ձեռքդ քայլում և զգում ես դաշտի կանաչ խոտի ու ծաղիկների բույրը, շատ անուշ բույր։ Կենդանիների ձայները, ծլվլոցները, թռչունների և այդ պահին հեռվից նկատում ես մի քար, որի վրա որ ասես երեխա լինի նստած, փոքրիկ երեխա ինչ-որ տարիքում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում մոտդ, ասես այդ երեխան քեզ սպասում էր։ Մոտեցի։ Հասնելով երեխային, նախ փորձում ես տեսնել քանի տարեկան է, և այդ ընթացքում հասկանում ես,
որ դա այն երեխան է, որը որ գտնվում է հենց քո ներսում եւ այն տարիքում, որում որ դու իրան թողել ես քո ներսում։ Դա կարա լինի 3, կարա լինի 5, կարա լինի 7, կարա լինի մի քիչ ավել։ Հասկանալով, որ դա հենց դու ես, այդ տարիքում փորձում ես շփվել հետը։ Հարցնում ես թույլտվություն, կարելի է արդյոք բռնել իր ձեռքը։ Տեսնում ես ոնց է մեկնում ինքը ձեռքը, պարկը դնում ես կողքի և բռնում ես ձեռքը։ Շատ լավ։ Ձեռքը բռնելուն պես դու հասկանում ես, որ դու հենց հիմա քո այն տարիքի հետ ես, որը որ միշտ ինչ-որ մի բանի կարիք է ունեցել։ Միգուցե սիրո, միգուցե ջերմության, միգուցե քնքշության, միգուցե իրեն լսելու, փորձի հասկանաս, թե ինչ կարիք ունի այդ երեխան։ Ինչ է ուզում քեզանից։ Նա մեկնում է երկրորդ ձեռքը ևս քեզ և ասում քեզ այն ամենը, ինչ քո մասին մտածում է հիմա, դրական ասպեկտներով։ Եվ եթե ինչ-որ բան ունի խնդրելու, ուշադիր լսի, թե ինչ է խնդրում քեզանից, և տուր այն, ինչ խնդրում է քեզանից։ Եթե համբույր է ուզում քեզանից, տուր այդ համբույրը, եթե գրկել է ուզում, գրկի, և ասա, որ դու իրան շատ ես սիրում։ Պատմի, թե ով ես դառը, ինչ հրաշքների մեջով ես անցել, ինչ դժվարություններ ես տեսել, ինչ լավ ու վատ օրեր ես հաղթահարել։ Զգա ինչ մեծ ոգևորությամբ հա սպասել քեզ ես երեխեն, այսքան տարի, որ դու ասես իրա մասին ամբողջովին մոռացած ես եղել։ Հիմա ասա իրան, որ դու այս պահից սկսած գտել ես իրեն և այլևս երբեք ոչ մի պարագայում էլ իրան մենակ չես թողի։ Տուր այդ սերը երջանկությունը քո ներսի, որի պակասը, որ այդ երեխեն ունի և որի պակասը, որ դու ունես։ Գրկի ամուր սեղմի կրծքիդ ու ասա, որ դու պատրաստ ես անել այն ամենը,
ինչը որ ձեր կյանքը կդարձնի ավելի երջանիկ։ Մեր ներսի փոքրիկ երեխան մեզանից շատ բան չի ուզում, ընդհանրապես ուշադրություն, ջերմություն եւ մի քիչ էլ գուրգուրանք։ Դրանք ամենակարևոր բաներն են, որոնք որ ընդհանրապես այս կյանքում մարդը ունի կարիք։ Եվ լրացնելով այդ կարիքը, ցանկացած տարիքում մարդը կարող է հասնել անսահման հաջողությունների։ Շատ լավ։ Հիմա հարցրու այդ երեխուն, ինչ կուզի ինքը, որ դու հենց հիմա իր համար անես, որպեսզի իրանով փոխվի քո կյանքը։ Դա կարող լինի ինչ-որ ցանկություն, որը որ ինչ-որ տարիքում, օրինակ, ուզեցել ես եւ չես ունեցել այդ ցանկությունը։ Կարա լինի ինչ-որ մի իր, կարա լինի ինչ-որ մեկը անգամ, միգուցե սիրել ես ինչ-որ մեկին ու չես հասել այդ ինչ-որ մեկին, միգուցե խաղալիք ես ուզեցել ու չես ունեցել այդ խաղալիքը, հեծանիվ ես ուզեցել, տիկնիկ ես ուզեցել, մեքենա ես ուզեցել, զգա ինչ էմոցիա ես ուզում ու տուր այդ էմոցիան հենց հիմա այդ երեխան։ Եթե խաղալիքա տուր այդ խաղալիքը այդ երեխան։ Եթե տիկնիկա տուր այդ տիկնիկը։ Եթե փող ա ուզում տուր այդ փողը այդ երեխան։ Շատ լավ։ Հիանալի։ Հիմա քանի որ հանգստացաք երկուսդ էլ, փորձի պատմես ինչ նպատակ ունես եւ ինչի համար ես հայտնվել այստեղ։ Բայց ամենաառաջինը ասա իրան, որ դու շատ ուրախ ես, որ վերջապես հանդիպեցիր իր հետ։ Եվ դու ամեն ինչ անելու ես, որպեսզի այս հանդիպումը շարունակական լինի, որովհետև այն քեզ դարձնում է ավելի երջանիկ։ Պատմի այն ամենի մասին, ինչ որ ուզում ես այս կյանքում, կամ ինչի որ հասել ես այս կյանքում, կամ ինչի որ դեռ ուզում ես հասնես այս կյանքում։ Մինչ դու պատմում ես փոքրիկին այդ ամենը, հանկարծակի առաջանում է մեծ քամի, փոթորիկ։ Այդ պահին դու պտտվում ես, ձեռքդ մեկնում ես, որպեսզի բռնես քո կախարդական պարկը, բայց հասկանում ես, որ արդեն ուշ է։ Փոթորիկ այն քեզանից հեռացրել է, բարձրացել երկինք, տարել իր հետ։ Եվ դու ոչինչ չես կարող անել,
այն հետ բերելու համար։ Այն կախարդական պարկը, որի մեջ որ դու դրել էիր քո համոզմունքները, հանգամանքներն ու վախերը, քամին այն արդեն քեզանից տարել է եւ ամենը ակնթարթ քեզանից այն հեռացնելով հասցնում է երկիր մոլորակի շերտերին եւ դուրս շպրտում երկիր մոլորակի շերտերի միջից, հայտնվելով տիեզերքի տարածության մեջ։ Կախարդական պարկը հայտնվելով տիեզերական տարածության մեջ, որի մեջ որ քո հանգամանքներն էին, համոզմունքները, հիշողությունները, այդ երեք եւ վախերը, նրանք ամբողջովին չեզոքանում եւ դառնում են սպիտակ էներգիա։ Քո կախարդական պարկը, որը ուներ այդ ունակությունը ու որի մասին որ դու չգիտեիր անգամ, տեսնում ես ոնց է տիեզերքում դառնում լուսավոր, սպիտակ եւ այն պարունակությունը, որ իր մեջ որ դու դրել էիր, իր հետ դարձնում սպիտակ, խաղաղ, ներդաշնակ էներգիա։ Դու դրանից ասես հայտնվում ես անսահման երջանկության մեջ, ասես ուսերիցդ 3 ծանր քար ընկան, ասես ուսերիցդ 3 ծանր բեռ ընկան, որոնք որ դու տարիներ շարունակ չգիտես ինչի քարշ էր տալիս քո հետ։ Բայց ինչ կատարվեց հիմա, փոթորիկը առաջացավ եւ քշեց տարավ այն քեզանից։ Ինչ է ստացվում։ Դու այլևս չունես այդ 3 վախերը։ Դու այլևս չունես այդ հանգամանքները, համոզմունքներն ու հիշողությունները, որոնք որ քեզ խանգարում էին։ Այո, չունես։ Այլևս չունես եւ հենց այդ պահին բացվում է անամպ երկինք քո դիմաց, պայծառ արև, ջերմանում է քո մարմինը, դու ավելի պայծառ ես զգում այն բույրը, լույսը, որի մեջ որ դու հենց հիմա գտնվում ես։ Նայելով քո ներսի փոքրիկի աչքերին, դու հասկանում ես ինչ մեծ, ծանր իրավիճակից ազատվեց այդ երեխան հենց հիմա։ Այն էլ 3 իրավիճակ, որոնք որ բերել էիր քո կյանքում, հասցրել էիր այս կետին, ինչի համար։ Այո, այդ հարցը քեզ թույլ տվեց, որ դու հասկանաս, որ այն ամենը, ինչ որ այդ պարկի մեջ պարունակում էին, դրանք ուղղակի քեզ խանգարում էին։ Եվ այստեղ ու հիմա դրանք այլևս քո կյանքում չկան, որովհետև Արարիչը դրանք վերցրեց քեզանից, դարձրեց բարի էներգիա, նեյտրալ էներգիա եւ ինքը կորոշի, թե ոնց վարվի այդ էներգիայի հետ։ Տալով դրանից քեզ ազատագրում այդ 3 հանգամանքներից, վախերից եւ համոզմունքներից, որոնցով որ դու հենց հիմա, այստեղ ու հիմա դառար երջանիկ։ Այն հանգամանքները, վախերը եւ համոզմունքները, որոնք քեզ խանգարում էին, այլևս գոյություն չունեն։ Եվ զգում ես դու անսահմանսեր երջանկություն այդ ամենից։ Նայում ես փոքրիկի աչքերի մեջ
Տեսնում ես ոնց են փայլում իր աչքերը ուրախությունից, որ այլևս չկան այդ երեք քեզ խանգարող, ձեզ խանգարող հանգամանքները, վախերը, երևույթները, հիշողությունները, համոզմունքները։ Զգա ինչքան երջանիկ ես դու հիմա։ Ասես քո երկրորդ շունչն է բացվում հիմա։ Դու զգում ես այդ ծաղիկների բույրը, դու տեսնում ես անամպ երկինքը քո գլխավերևում, պայծառ արևը, որ շողում է քեզ, տալիս քեզ անսահման սեր ու ջերմություն։ Դու այստեղ ու հիմա դառնում ես երջանիկ եւ լիարժեք մարդ, լցվում անսահման սիրով, բարությամբ եւ խաղաղությամբ։ Տես թե ինչքան երջանիկ է քո փոքրիկը այն բանի համար, որ դու կատարեցիր այդ գործողությունը հիմա, այստեղ ու հիմա։ Զգա այդ խաղաղությունը իր ներսի, որը որ փոխանցվում է անմիջապես քեզ։ Դու զգում ես անսահման սեր, ազատություն, ի վերջո ազատագրում քեզ խանգարող հանգամանքներից։ Գրկում ես փոքրիկիդ, համբուրում եւ պատմում ինչքան երջանիկ ես դու հիմա։ Եվ զգում փոխադարձ արձագանքը իրենից, թե ինչքան երջանիկ է հիմա նա, որ գտավ քեզ, վերջապես, որ գտար դու իրան վերջապես, որ գտաք դուք միասին երջանկությունը ձեր հիմա, որ դուք ազատագրվեցիք ձեր այն խանգարող հանգամանքներից, որոնք ձեր կարծիքով, ըստ ձեզ, ձեր ենթագիտակցության մեջ այնքան կապանքներ էր ստեղծել, որ չէր թողում, որ դուք առաջ գնայիք ձեր կյանքում։ Բայց այլևս այն գոյություն չունի։ Հիմա ամեն ինչ բաց է ձեր առաջ։ Այն տրանսֆորմացիան, որ հիմա դուք երկուսդ միաժամանակ ապրում եք, դա ձեր կյանքի ամենալավ եւ ամենապայծառ տրանսֆորմացիաներից մեկն է, որը հիմք կդնի այն ամբողջ ընթացքին ձեր կյանքի բոլոր տրանսֆորմացիաներին, որոնց միջով որ այսքան հեշտությամբ անցնելու եք։ Եվ այս խաղաղ նոտայի վրա փոքրիկը քեզ ձեռքով ինչ-որ տեղ է ցույց տալիս։ Ասես նա ասում է, արի քայլենք այդ կողմ։ Վեր կաց, բռնիր փոքրիկի ձեռքը եւ թույլ տուր թող նա ուղեկցի քեզ դեպի այն կողմ, որ տանում է։ Վայելի այդ քո շուրջ եղած ծաղիկների ու ծառերի բույրը, վայելի այդ անամպ երկինքը եւ պայծառ արևը։ Դու արժանի ես դրան։ Այստեղ ու հիմա տուր քեզ այդ արժանապատվությունը, այդ արժանինքները, որպեսզի դու կյանքումդ կարողանաս վայելես այն, ինչից որ դու ինքդ քեզ զրկել ես, հավատալով ինչ-որ վախերի, հավատալով ինչ-որ ուրիշների համոզմունքներին, ինչ-որ հանգամանքների, որոնք անցյալում տեղի են ունեցել։ Դու արժանի ես ապրել երջանիկ։ Այստեղ ու հիմա դառիր այդ երջանիկը։
Հիմա հեռվում նկատում ես ինչ-որ կառույց, շինություն, ասես տուն լինի, փոքրիկ ուղեկցում է քեզ այդ տուն, բայց ինչ տուն է դա, տուն է թե դղյակ, փորձի հասկանաս, մոտեցի, մոտենալով հասկանում ես, որ այն այդքան էլ հասարակ տուն չի, այն շատ շքեղ դղյակ է, որի սեփականատերը հենց դու ես։ Նայում ես փոքրիկին և փոքրիկը ասում է, որ այստեղից այն կողմ արդեն ճանապարհը դու գնալու ես ինքդ։ Ինքը քո հետ չի գալու, բայց ինքը քեզ այստեղ միշտ սպասելու է։ Երբ ուզենաս, երբ ցանկանաս, երբ կարիքը զգաս, ինքը քեզ միշտ այստեղ սպասելու է։ Երբ ուզենաս կարող ես գալ, գրկել, փաթաթվել ու ասել, թե ինչքան շատ ես սիրում դու իրեն։ Ինչքան ունի ինքը քո կարիքը, ինչքան ունես դու իր կարիքը։ Զգա այդ էմոցիաները, վայելի այդ երջանկությունը, այստեղ ու հիմա։ Փաթաթվիր, համբուրիր փոքրիկիդ, խոստացիր, որ դու էլի կվերադառնաս իրեն մոտ և որ դու իրեն հիմա չես լքում, դու ուղղակի գնում ես քո գործերը աշխարհիկ կյանքում շարունակելու, որը որ ձեր երկուսին բերելու է երջանկություն, հաջողություն, որովհետև դու գտար գրավական այդ ամենի, դու գտար ճանապարհը քո, դու հասկացար այստեղ ու հիմա ինչա պետք ես քո կյանքը ավելի լավ ու երջանիկը դարձնելու համար։ Ցտեսություն ասելով փոքրիկին, մոտեցի քո դղյակին, կանգնիր դռանը դիմաց և ուշադիր լսի, թե ինչ եմ ասում հիմա ես քեզ։ Դուռը, որ հիմա բացելու ես, հայտնվելու ես այն սենյակում, որտեղ որ դու հենց հիմա գտնվում ես։ Եվ այստեղ ու հիմա հայտնվելով այդ սենյակում, դու այդ սենյակ ես մտցնելու այն կերպարին, որը դու դառար քիչ առաջ, առանց վախերի, առանց քեզ խանգարող հանգամանքների, առանց քեզ զզվեցնող հիշողությունների և հանգամանքների։ Դու հիմա ազատագրված ես այն ամենից, ինչը որ քեզ խանգարում էր քո կյանքը ավելի լավը դարձնել, և դու այստեղ ու հիմա արդեն գիտես, թե ինչպես քո կյանքը հետագայում դարձնել ավելի երջանիկ, որովհետև դու դրան արժանի ես և դու այս աշխարհում ծնվել ես միմիայն դրա համար, որպեսզի ապրես կյանքդ երջանիկ։ Հիշիր, բացելուն պես դուռը դու այլևս հետ գնալու հնարավորություն չես ունենա։ Մտնելով այդ սենյակ, այստեղ ու հիմա դու դառնալու ես այն կերպարը, որը քիչ առաջ կերտվեցիր, ազատագրված, երջանիկ և խաղաղ, հարուստ ամեն ինչով, հոգով, ֆինանսով, ընտանիքով, շրջապատով, երկրով և քո իմաստությամբ։ Հիմա բացում ես դուռը, ներս ես մտնում և ներս մտնելուն պես հայտնվում ես այստեղ ու հիմա քո մարմնում։
Ուշադրությունդ ամբողջովին բերում ես քո մարմին, զգում ես այդ երջանկությունը, որ հենց նոր վայելում էիր, թույլ ես տալիս քեզ լինել այդ երջանիկը և թողնում ես, որ այն շարունակվի այստեղ ու հիմա քո մարմնում։ Բերելով ամբողջ ուշադրությունդ մարմնիդ մեջ, շարժում ես ոտքերդ, շարժում ես ձեռքերդ, ուշադրությունդ ամբողջովին կենտրոնացնում ես մարմնիդ մեջ, հայտնվում ես այստեղ ու հիմա, և եթե ցանկություն ունես այս պահը, այս երջանկությունը վայելելու, ես քեզ տալիս եմ այդ հնարավորությունը, առանց աչքերդ բացելու, դու կարող ես լսել այս հետաքրքիր երաժշտությունը, տրանսֆորմացիոն երաժշտությունը, թռչունների դայլայլը, որը քո ուղեղին, քո ենթագիտակցությանը ավելի նուրբ էմոցիաներ են հաղորդում։ Եթե ցանկանում ես շարունակի այս հաճելի ակնթարթը, որը որ տիեզերքից քեզ հենց հիմա նվեր եկավ։ Իսկ աչքերդ կբացես այն ժամանակ, երբ որ ինքդ կցանկանաս։ Ես քեզ շնորհավորում եմ։ Դու կատարեցիր քո դիմաց դրված առաջադրանքը և դարձար քո նոր երազանքների կերպարը։ Մնաս խաղաղությամբ։